1948 մի չտեսնված որոշում եղավ Մուրադելու օպերայի երաժշտության մասին և Շոստակովիչը, Պրոկոֆիևը, Խաչատրյանը հայտարարեցին հակաժողովրդական ֆորմալիստներ։ Դա մեզ համար մեծ հարված էր, որտեղ մեզ համար նրանք ուղղակի աստծոց մարդիկ էին երաժիշտներ, մեկ էլ հանկարծ այսպիսի մի հայտարար ժողով հաստատեցին։ Եվ այնպես դասավորվեց, որ 48 թվի աշնանը արդեն Շոստակովիչին հեռացրին կոնսերվատորիայից։ Եվ ես իմ ուսումը շարունակեցի ուրիշ մի շատ լավ երաժշտի մոտ, բայց այդ դառը տպավորությունը 48 թվի մնաց, նամանավանդ որ եթե հանկարծ մի այդպիսի որոշում լիներ գեղանկարչության մասին, առաջի հակաժողովրդական ֆորմալիստներից մեկն էլ պետք է Մարգարիտ Սարյանն լիներ, որովհետև շատ էին նրանք հայկոտում։ Եվ այդ ժամանակվա այդպիսի վերաբերմունքը իմ մեջ կուտակվում էր։ Եվ իր դրսևորումը ստացավ, երբ ես գրեցի իմ սիմֆոնիան։ Սիմֆոնիան դա բողոքի պես մի բան էր։ Հիմա մենք անվանում ենք այդ տարիները լճացման տարիներ, չնայած պետք է ասեմ, որ այդ նույն լճացման տարիներին բավականին մեծ և գեղեցիկ բաներ կային, որոնք մնայուն են և կարծում եմ, որ մինչև հիմա նրանք ունեն իրենց ազդեցությունը դրական։ Կային կարկառուն դեմքեր և հորակապ մշակույթ։ Բայց այնինչ որ բացասական էր այդ խառնվելը երաժիշտների, կոմպոզիտորների, նկարիչների հասկանալի գործունեության մեջ, դա բավականին բացասական երևույթ էր և միայն այդ չէ։ Ինչքան հորակապ մարդիկ ուղղակի ոչնչացվեցին, բնաջնջվեցին իրենց իդեաների, իրենց դիրքի պատճառով։ Մեր ժամանակները բավականի ապրում ենք բավականի դժվար ժամանակներ և բոլորը չէ, որ դիմանում են այս ժամանակների փորձությունների։ Շատերը թողնում փախչում են հայրենիքից։ Ես օրինակ իհարկե չեմ համարում նրանց դատապարտել, բայց ես ինքս որոշել եմ, որ բոլոր դեպքերում ես պետք է լինեմ իմ հայրենիքի հետ։ Այդ կապակցությամբ ես հիշում եմ մի դրվագ։ Ուրեմն 15 թվի եղեռնի կապակցությամբ հայրս Մոսկվայից մեկնեց Էջմիածին, մեծ գումար հավաքեցին Մոսկվայի հայերը և նա օգնում էր երեխաներին ուղղակի փրկելու, նրանց տեղավորելու լազարետներում, հիվանդանոցներում, շատերին նա կարողացավ օգնել, փրկել, բայց վերջիվերջով այնպիսի համաճարակ էր, հիվանդություններ, որ մեծ քանակությամբ երեխաներ ձեռքից գնում են և նա հոգեկան խանգարում ստացավ, ստիպված եղան նրան ուղղակի զոռով ուղարկել Թիֆլիս, որպեսզի նա լրիվ ձեռքից չգնա։ Եվ այդ տարին նա համարյա թե ոչինչ չնկարեց, առաջի բանը որ նա նկարեց դա ծաղիկներ էին և դա նշան էր այն բանի, որ նա համարում էր, որ
դեպի լույսը, դեպի հավատը պետք է մարդ գնա, որ կարողանա հարավտվել, պայքարել։ Եվ այս զգացմունքներով ես ներեցի մի ստեղծագործություն իմ աղջկաս Լուսիկ Սարյանի պատվերով 3 պոստլուբներ։ Եվ չնայած դրամատուրգությունը բավականի վատ էր, ես կարողացա այդ բոլոր բաները նկատի ունենալով հաղթահարել ինքս ինձ և ստեղծել մի գործ, որտեղ կար այդ ձգտումը դեպի լույսը, դեպի հավատը, ձգտում դեպի պայքար։ Դրա համար ես կարծում եմ, որ իհարկե խոսելը հեշտ է, բայց պետք է բոլոր դեպքերում լինել քո ժողովրդի հետ և կիսել նրա ճակատագիրը։ Մենք իրավունք չունենք խուսափելու այն դժվարություններից, որոնք եկել են մեր, այսպես ասած, քուռից բռնել են, և մենք պետք է կարողանանք այդ բոլոր բաների տակից դուրս գանք։ Շատերին թվում է, թե նախկին մեր մշակութային կապերը, համագործակցությունը վերացել է, բայց դա այդպես չի։ Վերջերս 93 թվականի աշնանը Մոսկվայում Սյունազարդ դահլիճում կայացավ մի համերգ, որտեղ կատարվեցին Արոն Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի և իմ գործերը։ Այդ համերգը յուրահատուկ ձևով եզրափակեց Խաչատրյանին նվիրված տարվա բոլոր համերգների, այսպես ասած, շարքին։ Եվ այնտեղ մենք հնչեցինք իբրև Խաչատրյանից հետո եկող սերունդ։ Մեր կապերը Արամ Խաչատրյանի հետ շատ ամուր էին, շատ։ Չնայած մենք չենք աշակերտել բանից բուն իմաստով նրա մոտ, բայց բոլորս համարում ենք իրեն աշակերտները, որովհետև Արամ Խաչատրյանը բացառեց մի նոր էջ երաժշտության մեջ, հայ երաժշտության և շատ բանով, այսպես ասած, սնուցեց, զարգացրեց այն սկզբունքները, որոնք հնարավորություն տվեցին նրանից հետ եկող երաժիշտներին ուղղակի դուրս գալ համաշխարհային ասպարեզ։ Ես էլ արդեն չեմ ասում, որ Արամ Խաչատրյանը մեր ընտանիքին շատ մոտ մի մարդ էր, չնայած տարիքների տարբերության նա իմ հորս սերնդերն էր, շատ մտերիմ է, շատ մտերիմ։ Եվ պատահական չէր, երբ Մարտիրոս Սարյանը արդեն
գնաց են աշխարհը, նա ամբողջ ընտանիքով Արամ Խաչատրյանը եկավ այստեղ, որպեսզի իր ցավակցությունը հայտնի այդ կորուստի կապակցությամբ։ Նկարեց Արամ Խաչատրյանի 3 պորտրետ։ Մարտիրոս Սարյանը, մեկը գտնվում է Մոսկվայի թանգարանում, Արևելյան արվեստների թանգարանում, երկուսը գտնվում են այստեղ։ Մեկը Արամ Խաչատրյանի թանգարանումն է, մյուսը այստեղ է։ Այդ պորտրեներում նամանավանդ առաջի պորտրեն, որը կարծեմ նկարվեց 49 թվականին, շատ գեղեցիկ կերպով Արամ Խաչատրյանը դասավորված է իր ամբողջ այդպես գունեղ կերպարով եւ ֆոնը բանը ամբողջ եւ իր դեմքը արտահայտում են այդ գեղեցկությունը։ Հետաքրքիր եւ Շոստակովիչի պորտրետը, որը փաստորեն նկարվեց 15 րոպեվա ընթացքում։ Շոստակովիչի ճեղածիկ մի մարդ էր, երկար նստել չէր կարող, եւ հարկավոր էր շատ կարճ ժամանակահատվածում նրան։ Իհարկե այդ պորտրեն չի համարվում ավարտված, բայց բազմաթիվ էքսպոզիցիաներում բավականին լավ տպավորություն է թողել եւ կան բավականին դրական արձագանքներ։ Նրանք շատ հաճախ են եղել այս տանը, որտեղ մենք հիմա զրուցում ենք, եւ գալիս էին նրանք Հայաստան եւ կապված էին մեր բնության, մեր մշակույթի, մեր մարդկանց հետ